Մայրաթոռում եպիսկոպոսատ ժողովը լքող բարձրաստիճան հոգևորականները լուռ հեռանում են վեհարանից, անպատասխան թողնելով լրագրողների հարցերը։ Ես Աստծո գահավադամ եւ գաղութեմ ազգին եւ եկեղեցիին, խաղաղության եւ հաստատության։ Այսօր ժամը 16-ին են 20 եպիսկոպոսները ժողովի հավաքվել։ Լրագրողների սուր հարցերից խուսափելով են վեհարան մտել։ Միայն Վայոց ձորի թեմի առաջնորդ Աբրահամ arczepiskopos Մկրտչյանն է մոտ 20 րոպե համոզել լրագրողներին, որ ժողովին առնչվող ոչ մի հարցի չի կարող պատասխանել։ Չեմ կարող տալ այն հարցերին, որոնք ժողովն է որոշում։ Աբրահամ Սրբազանից իմանում ենք, որ Փաշինյանի մասնակցության պատարակների ժամանակ վեհափարի անունը զեղչած քահանաների հարցը եպիսկոպոսատ ժողովի օրակարգում է։ Նոյեմբերի 16-ին Խաչի գյուղի Սուրբ Աստվածածին եկեղեցում Աբրահամ Սրբազանի ներկայությամբ է զեղչվել կաթողիկոսի անունը։ Պատարագիչ քահանան զեղչել է վեհափարի անունը եւ ձեզ հանձնարարվել է ուսումնասիրել այդ հարցը։ Հիմա հարց եմ տալիս, դուք տեղյակ եք, թե դուք եք հանձնարարել։ Այդ ընթացքը շատ շուտով կներկայացվի նաև ժողովին։ Ժողովը որոշում կկայացնի, որից հետո դուք վստահաբար տեղյակ կլինեք։ Թե ինչ ընթացք է եւ ինչ լուծում եղավ, դա ժողովի խնդիրն է։ Ես չեմ կարող ձեզ ասել բան, որ չգիտեմ ժողովի անդրադարձը։ Դուք ուսումնասիրել եք այս։ Իհարկե։ Սրբազան պատարագի հենց այդ հատվածում, կարծես թե դուք ասում եք, այդ մի ասա։ Ես ոչինչ չեմ ասում այդ հատվածում, որտեղ պիտի հնչի վեհապարի անունը։ Ես այդպիսի բան պատարագին երբեք չեմ ասել։ Քահանային այդ մի ասա։ Ես եթե անկեղծ այն եզակի 47-րդ րոպեն է։ Այո։ Այն եզակի պատարակներից էր, որ ես ընդամենը ամբողջ պատարակին աղոթում եմ մեր երկրի եւ մեր ժողովրդի համար։ Անցած կիրակի էլ Արարատի Սուրբ Հակոբ եկեղեցում Մասյացո տնթեմի առաջնորդ Գևորգ եպիսկոպոս Սարոյանն էր Փաշինյանին ընդունել, լսել, թե ինչպես է քահանան անտեսում պատարակի այն հատվածը, որտեղ հնչում է Գարեգին II անունը։ Եթե եկեղեցու ծառայողը խուսափում է կաթողիկոսի անունը տալ, նշանակում է արդյոք, որ չի ընդունում նրա հայրապետ լինելը։ Արդյոք Աբրահամ Սրբազանը կիսում է Հայաստանի իշխանության այն դիրքորոշումը, որ ինչպես ասում է Նիկոլ Փաշինյանը, Կտրիչ Ներսիսյանը պետք է լքի վեհարանը։ Սրբազանը խուսափողական պատասխան է տալիս։ Ներսիսյանը պետք է հեռանա, նա պետք է ազատի վեհարանը, վեհարանը վեհին։ Այս տեսակետները կիսում եք թե ոչ։ Նայեք, ուրեմն ինչ վերաբերվում է եպիսկոպոսի ներկայության, դուք հայտարարությունը Մայրաթոռի կարդացիք վստահաբար։ Երեկվանը նկատի ունեք։ Կապված Խաչի գյուղի հետ հայտարարությանը, որտեղ շատ հստակ ասված է, որ եպիսկոպոսը իրավունք ունի եւ չեմ հիշում պարտավոր է բառը կար թե ոչ, բայց պարտավոր է ներկա գտնվել իր թեմում տեղի ունեցող որևէ պատարակի։ Վայոց ձորի թեմի առաջնորդը կընդունի եպիսկոպոսատ ժողովի իրեն կարգալույծ անելու որոշումը։ Տեղեկություն կա, որ բարձրաստիճան հոգևորականները նաև Աբրահամ եւ Գևորգ Սրբազանների հարցն են քննարկել։ Սրբազան հայր, եթե ժողով որոշի կարգալույծ անել այն բարձրաստիճան հոգևորականներին, որոնց ներկայությամբ զեղչվել է վեհափարի անունը, ձեզ եւ Գևորգ եպիսկոպոսին, դուք ինչ կանեք այդ դեպքում։ Ժողովի որոշումը, երբ որ կքննարկվի, կքվեարկվի, ընդունելի է բոլորի համար։ Այսինքն դուք չեք ասի կարգալույծը չի կարող կարգալույծ անել, որտեղ դա հայտնի որևէ ժողովական որոշում, երբ որ ներկա է եպիսկոպոսների մեծամասնությունը, որոշում է կայացնում եւ դա ընդունելի է բոլորի համար։ Չհերքված տեղեկություն կա, որ եպիսկոպոսատ ժողովում քննարկել են նաև Աշակ Սրբազանի ծառայությունը կասեցնելու հարցը։ Առնվազն 7 բարձրաստիճան հոգևորական նամակով դիմել են վեհափարին Մայրաթոռի դիվանապետ Աշակ Խաչատրյանի պաշտոնավարումը եւ ծառայությունը կասեցնելու համար։ Հայկազուն Սրբազանը, ով եւս ստորագրել էր այդ նամակի տակ, այսօր հապշտապ վեհարան մտավ, երբ փորձեցինք պարզել, թե արդյոք Աշակ Սրբազանի հարցը ժողովի օրակարգում է։ Լանա Համբարձումյան, Նորայ Շարբաթյան, Հարություն Մաթևոսյան, Հայլուրի համար։ Հայաստանում եւ աշխարհում տեղի ունեցող իրադարձությունների մասին առաջինը իմանալու համար բաժանորդագրվեք մեր ալիքին, սեղմեք զանգակը, որ բաց չթողնեք ամենակարևորը, ամենահրատապն ու հետաքրքիրը։